ուրախացել են։ Քաոսային երթևեկություն է այնտեղ տիրում։ Մանավանդ արտաշատցիները։ Շենք, որտեղ բնակվում է աշխարհի ամենալավ, ուրախ, պոզիտիվ եւ հավեսով զոնքանչը։ Քեզ շատ սիրում եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, նոր իմացա, որ այդ ժիդյարով գրի։ Շատ լավ ծրար է։ Թանգանոց, միշտ թանգանոց բան կա։ Գարիկը, դուստերը Անուշը եւ նրանց փոքրիկ դուստերը Էլենը որոշել են շնորհավորել են շատ սիրված ու արգված անձնավորության Տիկին Սեդայի ծննդյան օրը։ Բարեկամներ, հարգանքներս, օրը այսօր նոյեմբերի 1 սկսում ենք մեր գեղեցիկ անակնկալներով լի օրը եւ այսօր այն օրն է, որ պետք է գնանք հասնենք Բերդ քաղաք, բայց մինչ Բերդ քաղաք հասնելը մենք եկել ենք Շենգավիթ ունենք անակնկալ։ Հիմա ներկայապահին մուտք են գործում Նորագավիթ, այո, բոլորիս հայտնի բետոնե ճանապարհն է կադրերում, լայն արձակ Հայաստանում նմանը չունեցող, ափսոս որ կարճ է, մինչև Արտաշատ, թե չէ ուղղակի ամենալավը կլիներ։ Այս պահին չափանիշներով, իր ձևով ու տեսակով առաջի տեղ եմ տալիս կոնկրետ Գյումրու ճանապարհին, որովհետև հրաշք է, շատ մեծ հնարավորություններով ճանապարհ է, ահա, ասենք մուտք գործենք Նորագավիթ, տեսեք ընկերներ, այս հատվածը վաղ թե ուշ պետք է սարքեն կամուրջ կամ դնեն լուսացույցեր, որովհետև այստեղ միշտ խցանումների հերթ է, հələ տեսեք ինչ է կատարում ստեղ։ Հերթ է միշտ, պրոբկեք են խցանումներ, որովհետև ոչ լուսացույց կա, ոչ էլ կամուրջ են սարքել, որ այս մեքենաները արագ գնան իրենց գործերով։ Մեծ մասը գնում է մարզեր, իսկ մի որոշ մասն էլ գնում է Արտաշատ եւ այդ առիթով հավաքվում են ու մեկը մյուսին զիջելը էլի կա, բայց քանի որ մեքենաները շատ են, միշտ խցանումներ են։ Հետևաբար վաղ թե ուշ կամ լուսացույց պետք է դնեն կամ էլ կամուրջ կառուցեն։ Ես որ եթե լսում եք, սարքեք կամ կամուրջը կամ լուսացույցը դրեք, որ մարդիկ բրծնեն այս անիրավ խցանումներից, որ գալիս ես քաղաքից դուրս գաս ու չես կարող դուրս գաս, որովհետեւ քաոսային երթևեկություն է այնտեղ տիրում։ Մանավանդ արտաշատցիները գալիս են ու ուզած կանգնում մոտավորապես 5 րոպե, 10 րոպե ավել, որ մի հատ անցնեն այդ ճանապարհը։ Հասկանալի պատճառներով մեծ 3 ճյուղանի, 6 ճյուղանի ճանապարհ, պատկերացրեք ինչ հոսք կա այնտեղ ու ոչ մի կարգավորող բան չկա։ Մենակ ցուցանակներն են արդեն ոնց որ բարորդներն են որոշում ոնց քշեն, հետևաբար միշտ կցանում է լինում։ Իսկ հիմա մենք գնում ենք Շենգավիթ շողակաթ հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող մի շենք, որտեղ բնակվում է աշխարհի ամենալավ, ուրախ, պոզիտիվ եւ հավեսով զոնքանչը։ Գնում ենք տող ծաղիկ տանենք, մի քիչ է ծրար տանենք, այլ տեսեք ինչ սիրուն ծրար ենք ընտրել զոքաշ մայրիկի համար, հզոր, շատ լավ ծրար է, թանգանոց, մեջն է թանգանոց բան կա, բախտի չի, Եվրոպա տեղից է պատվերը։ Գնանք զոքաշ մայրիկին ուրախացնենք, որովհետև այսօր նրա ծննդյան օրն է եւ Փեսան մի ոգեվորությամբ է պատվերը տվել, որ ես ուղղակի ես էլ եմ ոգեվորվել ու սովորել նրանից։ Հիմա զանգենք տենանք ինչ անում Փեսան, ինչով ազբաղված։ Զանգեմ ասեմ ոնց ես Գարիկ ախպեր։ Մի քիչ զրուցենք Փեսայի հետ ու գտնվում է Եվրոպական միությունում։ Նա եվրոպացի է դարձել։ Շինարարություններ են աչից ձախից, որը բողոքի ալիք է բարձրացնում նաև։ Գարիկ բարեկամ, ես արդեն Երևանում եմ, տես քիչ առաջանում եմ, էլի։ Ասի զանգեմ հետդ մի քիչ խոսամ, շատ սիրելի զոքաշ մայրիկի տանուն ասես։ Սեդա։ Տիկին Սեդայի ծննդյան օրն է այսօր։ Անուշ, ուր եմ։ Անուշ, դե կայ մատ հիմա գրանցում ենք անում։ Անուշ, Սեդա։ Սեդա, Գարիկ։ Մի խոսքով ընենց աստացվում, որ դստեր ընտանիքի կողմից, բայց հատուկ Փեսայի կողմից, էլի, Փեսան 25 բորդո վարդեր է ուղարկել զոքաշ մայրիկին, որպես նշան մեծ սիրո ու հարգանքի։ Դե հերու ես է, սերը ծաղկում է, փրթում է սերը, որ ստել ես այդքան շատ չես սիրա։ Հեռավորությունն է պատճառը, Գարիկ ջան, սաղ թողել արի զոնքանչիտ կողեիդ, ախպեր։ Դե մենք գնում ենք։ Շաբաթ օրով էլ խցանումների պակաս չունենք, շատ սիրուն նախշապատկերներ էին շենքի վրա։ Մի խոսքով ես գիտեմ Շենգավիթ պիտի գնանք, բայց արի ու տես, որ 16 կվարտալ են գնում, 16 թաղամաս, 13 ռայոնի կողմն է, էլի,
Բարձրանում եմ, ես ձեր թաղերն հա հարազատ։ Այստեղ պետք է ապրես էլի, որ հետո եթաս Գերմանիա։ Ես այստեղ հարցով տուն եմ ճարում, ապրեմ, որ հետո գամ Գերմանիա։ Հենց հետ էլ անում եմ, թեքված ձախ բարձրանում ենք։ Հա, տեսա, այս ձախ է։ Անեմ։ Այդ գյուղից եկել եմ քաղաք ձախու աչ եմ անում, հա։ Աչ։ Երոպետ է հենց ամատնեմ։ Եկանք հարազատ կուչա։ Բա, այս ձեր շենքն է, ես ինչ սիրում պատկերավոր շենք է։ Դե յոմա սես կանգնենք վերջի պատիզը հենա, հեսա ես իշնեմ, սաղ կազմակերպեմ, գնանք բան անելու, էլի, անակնկալն անելու, զոնքաշ մայրիկի հանդեպ սերը տեղ հասցնելու։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք 16 թաղամասում կվարտալում և այստեղ ունենք դոմոֆոն, դոմոֆոն կա այստեղ, ուղան ես, բա ոնց անենք բասվի դոմոֆոնը, ինքն էլ ընց ռաբոտ չի պատիզ չի ոնց որ քիչ է մարդ մտնում հելնում, զանգենք Դավիթին, դոմոֆոնը ապահովում է շենքը գողերից հեռու է ապահովում, գողերը չեն կարողանում գալ, որովհետև փակ է դուռը, ոնց գան, հիմա մենք էլ ենք գող, բայց հակառակ բանն ենք անում, մտնում ենք նվերներ ենք տալիս, էլ չենք տանում, Դավիթ բարեկամ, բարև, ոնց ես, լավ դուք, ես էլ եմ լավ, բանա դուռը դրան դեմը կայնած ենք աղբերս, դոմոֆոնն է էլի աղբեր, ուր ես, նայում ես դու հիմա, հալի տեսնից տենում ես ուր եմ, Էսա, ջան աղբերս, բայց կոդը հավք եմ բաց էլի, բաց հելնենք աղբեր, դու մի իչի, մենք ունենք արդեն ամեն ինչ անակնկալը գեղեցիկ կազմակերպելու համար, Գարիկը, դուստերը Անուշը և նրանց փոքրիկ դուստերը Էլենը որոշել են շնորհավորել են շատ սիրված ու հարգված անձնավորության, տիկին Սեդայի ծննդյան օրը, ենանք շնորհավորենք, տես տորթը ինչ այլ է, տորթը այսքան տեղ տեղաշարժվել է, այսի նշանակում է ես մի երկու անգամ լավ տորմուզ եմ տվել, էլի, այ, հիմա արդեն եկապ տեղը, սիրուն տորթ, սիրուն վարդեր, բարդովիե ռոզի 25 հատ, հեսան ասած ձոնքան չի սանկարդ սովորական բուկետ չտանեք, ես վարդեր պտի տամ, ասի աղբեր լավ, հա, ասած չէ, վարդ, ասի լավ, իսկան տեղի չար, ես դու պարապում ես աշկիս, ասի պարապում խաթր մատ իշտեմ հերն են, արի աղբեր ես, արի եթանք, բա ինչ են անում տուն աղբեր, Պատրաստում է, ես թազա լիվտ ունեք, աղբեր սաղ թազա է ձեզ շենքում, մնում է շենքը թազա սարքեն, բարեկամներ, նոր գեղեցիկ լիվտ, որը ամեն ինչը լավ է, ստուգում ենք որակը, հա, անտիրա, տես անգամ երաշտություն ունի, դասական, հա, Բեթհովենի երաշտությունը, կլասիկայի ժանրից է ընկերներ, հենց իսկական տրամադրվում ես, որ պիտի ուժեղ անակնկալ անես, ծաղիկներ կտանք դու նվիրես, հա, Կուրիկի անունը Անուշ է, Անուշ, հա, Անուշ, Սեդա, Գարիկ, Էլեն, հա, ծաղիկները, բայց ես կասամ նոր կտաս, հա, մի անգամ ես չտաս, հա, սո, որտեղ է մեր տիկին Սեդան, շնորհավոր ձեր ծննդյան օրը, այսօր ձեր ծնունդն է, գիտեք, չէ, գիտեք ինչքան մարդիկ են ուրախացել են, Ձեզ շատ են սիրում, մենք էլ եկել ենք, չէ որ օրը քոննա շնորհավորենք, ուրախացնենք ու լիքը սեր հարգանք փոխանցենք, որ դա էլ իր հերթին ձեզ առողջություն տա, որ լավ լինեք ու միշտ առողջ ու սիրված։ Ես քեզ շատ սիրում եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, նոր իմացա, որ այդ ժիտյարով ջերմությունից բարուր է։ Դե մի հատ լավ երազանք պայք, հատուկ եկել եմ այդ սիրո համար, որ ձեզ ուրախացնեմ ու գիտեք, չէ ինչ է կատարվում, դուք
փեսա ունեք, որ աշխարհը չունի։ Գարիկը ձեզ շատ է սիրում։ Անուշն էլ է շատ սիրում, Էլենն էլ, բայց Գարիկը մեր ուրիշ ձևի շատ է սիրում, հա։ Դե մատ երազանք պահեք չեք թող։ Երազանք եմ պահում, որ իրանց գնամ աստեմ իրանց տեսնեմ։ Հա, շատ խիտրի երազանք է, կարեք ասեք գան տեսնեմ, բայց ասում գնամ տենամ։ Հա, գնացեք Գերմանիա։ Թող կատարվեն ձեր երազանքները, լավ էլ երազանք է կատարվի։ Այդ սիրող փեսա ունեք հաստատել էլի ասա։ Դե բանը, փչեք մոմերը հələ տենանք։ Ուսներն աչքերից սրբեր Բլնդե, կատարվելու է այդ երազանքը։ Հա, հեսա Գերմանիայից վիզա են ուղարկելու։ Իսկ հիմա ձեր դստեր չէ, փեսայի կողմից ձեր որդին թող նվիրի ծաղիկներ ու գրկի ձեզ։ Նա տե պաչիկ կանես մամային։ Սերը թող շատ լինի։ Ելնեք ջուր տայիր առաջվա պես քո նոր պապով Ինձ մանուկ զգա Հայլուն այց դեպի Գերմանիա։ Եվ ես մի լավ բանն եմ ձեզ ասելու, Գերմանիա գնալու համար դուք արդեն ունեք մի քիչ հնարավորություններ փեսայի կողմից, հատուկ։ Ասելա կտակ դու տանի ծախսից ոնքան չես ինչ ուզում անի, հա։ Փաստորեն Գերմանիա եք գնալու, հա։ Բայ ապրես Ստեփան։ Իսկ մենք կգնանք Բերդ, բայց ես նկատում եմ ստեյշ որ ստուդիոնի իրավիճակ, պրեսոնուս բանը տվա զապիսելն։ Բայ ինչ է զապիս անում, ախպեր, ուր են քո զապիսները, այդ ջտ ինչ է անունը։ Դավ Ներսիսյան, որ գնա։ Դավ Ներսիսյան, երաժշտական պահեր։ Հա, Կարում ես նորմալ որակ ստանաս։ ոնց։ Ես էլ ունեմ այս սրանից, պրեսոնուս։ Audio box։ Audio box-ն է էսի, հա, պրեսոնուս չի, պրեսոնուս audio box-ն, հա։ Շատ լավ է։ Այո։ Էս ինչ է, այս եմիշ, հա, եմիշ ունեք։ Ամեն ինչ ունենք, լնստեք։ Այդ ինչ եք թիվ դրե։ Չտենամ, այս սուտ է։ Ես չեմ հավատում։ Այդ ո՞վ է թիվը դրե։ Դες բան չկա։ Հա։ Ճիշտ է, այս հավատում եմ։ Հա, դե փեսանել էր ասել, իմ ոնքան շատ ջահել հանկարծ չզարմանա։ Բան ասել լավ, հա, չեմ զարմանա։ Զգուշացրել էր էլի ինձ։ Դե բանը ինչ է։ Եկեք նստեք։ Հա։ Դուք նստեք, նոր մենք նստենք բոլորս։ Նստենք, բայց մենք շատ շտապ ենք, էլի։ Դավ Ներսիսյան, հələ արի Դավ Ներսիսյանը էջը ցույց տամ, որ ով կուզենա թող բաժանորդագրվի։ Հա, հետևորդները գան, բաժանորդագրվեն Դավից, որ Դավից գործերը լավ էլի։ Բժիշկ շուտ ասայտ, հա։ Ուրեմն էսա, մեր Դավ Ներսիսյանի էջը։ Այս քո հեղինակային երկերն են, թե cover մավոր ես։ Cover-ը կան, էս էլ կա։ Հա, հեղինակային ունես երկեր, էլի։ Որն է քո։ Այս առաջինը վերջինն է անգերոջս։ Ստեփան։ Այո։ Իմ ձեռքի պատրաստած տորման բերեմ մի հատ ուտես, մի երկու հատի գոնե ուտես, Ստեղեք զապսը։ Մաստերն գով անում։ Դենը մի քիչ կարս հարստացնես։ Այ չեմ անում, բարեկամ, նայ։ Մաստերսացիան։ Հե? Ինչ ես ուզում խմես։ Չէ խմելու լավ է, չենք խմում մենք։ Մենք մի հատ տորմայ կուսում հելնենք։ Այսը թազա երկելի ունենք։ Էսի տանեմ, դե։ Էդի cover-ս արե, շատ մոռշի մեջ լսելով այդքան բերտա։ Ինձ մինչև այդ հովո նստի տորմա, հələ տեսի լավ տորմա է սա, Երևանի տորմանն է էսի, հա, հələ նայ։ Դոլման։ Այո։ Նկարի որ տորման հակել էր այդ։ Ստեփան ջան, քեզ ինչքան շատ է իջնում, այդ ուզում եք։ Նստեք մի կաշվեք, անուտ մի արեք, էլ նստեք նանք ինչ կա չկա։ Ես մի բաժակ ուզում եմ քո հետ խմեմ, բաղում։ Դե խմում ենք։ Ինչ կոնյակ, ես Իհարկե։ Էսի Էսի ո՞րն է։ Իհարկե, կոնյակը որ ասեցիք, էս սկզբից է, իսկականն է։ Մենք հիմա գտնվում ենք Դավիթի տանը, ով զբաղվում է նաև ձայնագրությամբ։ Եթե ունեք ձեր երազանքի երգը, կարող եք գալ այստեղ եւ կյանքի կոչել Դավիթի հետ, շատ հարմար գներով, անուշախվեր վիճակ, եմիշը վտա։ Դե ձեզ լավ որ, մենք շնորհակալ ենք ձեզանից, ոտներս խերով, միշտ լավ առիթներով գանք։ Աջողություն ձեզ։ Տիկին Սեզամետ մեր հետևորդներ։ Լավ է, ծաղրով չէ։ Աջողություն։ Ապրեք, շնորհակալ, Մարսիկ ջան, համովել։ Դուք աղավտ էիք։ Չէ։ Ներդրում եմ դրամը։ Նայեք, լիֆտից օգտվելու դրամերը սխմեցիր, հարկես սխմեցիր, փակվելը ու հետո իշնում ենք, էլ իշնել կնոպեր չկա։ Իհարկե, այս գեղեցիկ երաժշտության ներքո։
Հիմա մենք բռնել ենք Երևան-Սևան ճանապարհը, որը մեզ կհասցնի Բերդ։ Հա։ Գնում ենք Բերդ քաղաք, որ ես առաջին անգամ եմ գնում Բերդ, այնպես որ ոդկաս խերով լինի ու խերով է իսկապես, որովհետև գնում ենք Սիրուն գեղեցիկ զույգի ամուսնանալու արդիվ շնորհավոր ենք տեղ հասցնենք։ Առաջինը ծապեր են տալիս Հարսիկի կողմը։ Չգիտեմ էլ ուր է տանում ճամփան։ Իսկ հիմա հեսայի կողմից ծապերն ենք ուզում լսել։ Գլխապտույտ զեղչեր են ընկերներ։ Այս ինչ որ ընկան։ Հիմա մենք բռնել ենք Երևան-Սևան ճանապարհը, որը մեզ կհասցնի Բերդ։ Եվ հիմա հասնում ենք մի տեղամասի, որտեղ արդեն 2-ից 3 ամիս է շինարարություն է գնում, կամուրջ են վերանորոգում եւ այդ հատվածը սարքել են միակողմանի, մի փոքրիկ տեղ սարքել են միակողմանի։ Անընդհատ անցնելիս իմ մոտ հարց է առաջացել, բայց այդ հարցը չեմ բարձրացրել, հիմա ուզում եմ բարձրացնեմ ու վստահ եմ իմ ընկերների մեջ կան ուժեղ շինարարներ, ովքեր շինարարությունով զբաղվում են եւ իմ հարցի պատասխանները կտան, թե ինչի համար է այսքան երկարում այս հատվածի շինարարությունների ինչ նրբություններ կան, որ մենք չգիտենք հասարակ մարդիկ, դրա մասին ինֆորմացիա մեզ տակ, որ հասկանանք ինչի 2-ից 3 ամիս այդ կամուրջը պետք է վերանորոգեն, որ ճանապարհի այս հատվածն էլ հաճախ դառնում է վթարի պատճառ, ինչի արդյունքում ձևավորվում են կիլոմետրանոց խցանումներ եւ անհարմարություն են պատճառում մեր հայ ազգին։ Ինչքան մարդիկ են ստե պրոբկի մեջ մնացել, գերեք այս կողմը։ Ու դա մեզանից կախված չի, դրա համար մենք կարող ենք մենակ հարցնել, չենք քննադատում, ուղղակի հարցնում ենք ինչն է պատճառը, իմ բարեկամներ, ասեք, ինչն է պատճառը, որ 3 ամիս սարքում են այդ 25-30 մետր հատվածը, էլի, շատ հետաքրքիր է ինձ։ Չկա, միթե չկա տեխնոլոգիա, որը թույլ է տալիս շատ արագ այդ հարցը լուծել, ոչ թե 3 ամիս։ Խնդրում եմ այդ պատասխանեք, խնդրում եմ, աղաչում եմ պատասխանեք, որ իմանամ, ես իմ համար, իմ սրտի հանգստության համար, որովհետև եթե մի կամուրջի վրա այդքան ժամանակ ենք մենք ծախսում, շատ դանդաղ կգնա, դանդաղ տեմպերով առաջ կգնանք, այսինքն պետք է լուծվի այդ հարցը, թե ոչ, պետք է լուծվի, ես վստահ եմ մեր հայ ազգը մտածող, ստեղծագործ, հզոր ինժեներներ ունեցող ազգ է, ոնց կարող է այդ փոքր կամուրջը 3 ամիս սարքեն։ Հաստատ լուծումներ կան, ուղղակի չգիտեմ ինչի համար է այդպես, ախ, ինչու է այդպես։ Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, պատասխանեք հարցից, իսկ մենք գնում ենք, բարեկամներ, գնում ենք Բերդ քաղաք, որ ես առաջին անգամ եմ գնում Բերդ, այնպես որ ոդկաս խերով լինի ու խերով է իսկապես, որովհետև գնում ենք Սիրուն գեղեցիկ զույգի ամուսնանալու արդիվ շնորհավոր ենք տեղ հասցնենք, հետն էլ լավ բաներ ենք տանում, այդպես տեղից թոթփոլ նվերներ, այո, բարեկամներ։ Աչից ամոնթե ինչ նկարի չէ, մոնթեի նկարը կարանդել, լավ, ոչինչ, հաջորդին կնկարես, ես չեմ նեղանում քեզանից։ Դե ինչ բարեկամներ, գնացինք, մնացեք կապի մեջ, կմիանանք, ես երազում եմ, որ լույս աչքով հասնենք Բերդ, որ քաղաքը Սիրուն նկարենք։ Կյանքն նվիրեց ասկին Արամ Գալստյանը Բարեկամներ, ահա Բերդ տանող ճանապարհն է, եկել ենք Սենց գրունտավոյ ճանապարհ ենք բռնել ու գնում ենք մեր համար հանգիստ, ճանապարհին հանդիպես մեզ Վլադ աղբերը, այս գյուղերից էր մոտիկ, Կարմիր Վիլիսով։ Ես հենց մտա գրունտավոյ ինքը հանդիպես հարցրեցի վախեցած, մինչև Բերդ սենց ասած չէ, այսքանի մետրն է, հեսա կդզվի ասֆալտ կլինի։ Հիմա դառնա ասֆալտ հավեսով եթանք բարեկամներ, ահա դարձավ հաջողիր, Հովանես, ասֆալտ է, ճիշտ է, մի քիչ կա սովետականը լի, ասած թեկուզ սարքել են։ Բարեկամներ զարմանալի ու գեղեցիկ է Հայաստանը, այո, տեսեք, ինչ գեղեցիկ ճանապարհներ ունենք, ինչ արտասովոր տեղեր ունենք, դեպի Բերդ ճանապարհն է Դիլիջանի կողմից եկել ենք, որ գյուղով մտանք, չեմ հիշում, Գոշ գյուղով մտել ենք ու հիմա գնում ենք, սենց հավեսով գնանք, տենանք ուր ենք հասնում, բարեկամներ, չգիտեմ էլ ուր է տանում ճամփան, բայց մի բան վստահ եմ, որ Աստծո օրհնությամբ է եւ ճշմարիտ է ճանապարհը, մենք էլ գնում ենք, գնանք հասնենք Բերդ։ Բերդն է մեզ սպասում բարեկամներ։ Բերդը, շատ լավ Բերդ է։ Բերդ քաղաքը։ Գնանք հասնենք տեղ։ Ասում է վտանգավոր ճանապարհ է, այստեղ կովերը շատ են, զգուշ կլինես։ Ասում եմ Վլադ մեծ աղբեր դե
Առավոտի ցիրիկում վարում եմ էլի, վարը ցանկի մեջ եմ, սովորեմ էլի, որ կով կարող է լի ջամփին, ասում է չէ, դու էդի չգիտես, էդ ուրիշ ջամփ է, հիմա ես էլ վախեցած գնում եմ էլի, վախը մտավ սիրտս, բայց լավ է, լուսավորություն ունենք, ճանապարհը սարքած է, հետաքրքիր իրավիճակ ու արագաչափել չկա, որը թույլ է տալիս շատ հարմար տեղափոխվել ակետից բեկետ, տեսնենք երբ կհասնենք Բերդ։ Մեր նավիգատորը ցույց է տալի ժամ 15 րոպե, ես ժամ 15 րոպեից ճամփեքով քշեմ վարի կեթեմ, բայց ոչինչ։ Բավականաչափ փորձ ունեմ, որ կարողանամ վարել, այնպես է որ։ Այս կովերից էլ պետք է ուշադրենք, որ կովը չգա ամբյուրի իմ մեքենայի շիտը իր կոտոշով։ Քան նեղ է, որ ինքը արդեն իր նեղության հաշվին դառնում է վտանգավոր։ Շատ նեղ է։ Բարեկամներ, ով գնացել է Կապան, շատ նման է Կապանի ճանապարհին եւ ես վստահ եմ, եթե այստեղ ցերեկ լիներ, հրաշք բնապատկերների ականատես կլինեինք, բայց քանի որ մութ է, մնում է միայն պատկերացնես, թե ինչ գեղեցիկ է այստեղ։ Մեզ մնում է արդեն մի 20 րոպե, որ հասնենք առիթի վայրը, ասեմ ձեզ, որ բավականին հեռու է եւ հենց ինձ նման ամբողջ օր մեքենա քշողի համար էլ ահագին բարդ ճանապարհ դուրս եկավ այս ճանապարհը, ինչքան էլ սարքած է, թազա ասֆալտ, բայց այնքան շատ է կռուկները, որ ուղղակի գլուխը ցնորվում է այս աչու ձախ պատտվելուց։ Մի խոսքով, բարեկամներ, ես զարյատկաց նստավ էլի, այդպես ճանապարհ էր, բավականաչափ խնդիրներով ճանապարհ է, շատ է կռուկները, հասանք այլի կռուկի հասանք, այսենց մեր համար գնում ենք էլի հավեսով, սրտանց, գնանք հասնենք մեր զույգին շնորհավորենք, իրենց նվերները տանք ու վերադառնանք մեր օջախ։ Ուզում եմ գովաբանել Բերդում ապրող մեր հայրենակիցներին, հալալա ձեզ, որովհետև դուք կարողանում եք այսքան հեռու ու այսքան բարդ ճանապարհներով միշտ գնալ ու գալ, արա եկանք մտանք ես, արդեն մտանք չես արկած ճանապարհ, պատկերացրեցիր, բանես, ես ինչ ճանապարհ է էսի։ Եկանք Չինչին, դա Չինչինը ես շատ եմ սիրում, որ իմացա Չինչին եմ գալի հարազատությունս ես վերապրեցի զոյ, ամեն ինչ կարգին էր ուրեմ, Հովանեսի, մենք փրկված ենք բարեկամ, մոտավորապես մի 30 կիլոմետր գալիս էինք անմարդաբնակ տեղերով լավ ասֆալտի վրայով, հիմա եկանք մարդաբնակ տեղ, ասֆալտ չկա, գրունդ է, գրունդ, որը տրանսպորտել ասա աշխատում, այ քեզ ուժը գյուղ, մեքենան ջարդելով գնում ենք բարեկամներ, այ հա թե ինչ ճանապարհներով ենք մենք երթևեկում երբեմն, իսապես վատ չի էլի, Հովանես չէ, ասենք արդեն ինձ ծանոթ տարածքն աղբետը, չես արդեն նեղվել է, ասում եմ ես ուրեմ, պատկերացրեք գիշերով 30-ից 40 կիլոմետր վարել եմ անծանոթ նեղլիկ կռուգաշատ ճանապարհով ու որ օգնել։ Հիմա փորձենք գնանք երևի թե Իջևանով աղբետ։ Ես այն ինչ անգամ չեմ մտնում, արել ինչ է։ Փորձենք գնանք որն է ավելի մոտիկ Երևանի դրած։ Ինձ ներող թող լինեն այս յուղի բնակիչները, բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է մի քիչ արագ եմ քշում, փոշի եմ անում, բայց ուրիշ տարբերակ չկա, այսօր մեր բոլորիս կողմից շատ սպասված կովը։ Օբիկ Օբիկ են տեսանքի վերջո, դե լավ։ Ահա, մենք գնում ենք դեր և ինչն է շատ պովորոտները, ընկերներ, պովորոտները այնքան շատ են, որ ուղղակի արդեն գլխապտույտ իրավիճակի մեջ են, գլխապտույտ զեղչեր են ընկերներ, հարա ես ինչ օրենգանք, տեսեք ինչ գեղեցիկ է երևում Բերդ քաղաքը, լավ է մեծ քաղաք է Բերդը, ես չգիտեի որ իսկան մեծ է, գիտես, գնանք գտնենք մեր ծաղկուղանդը, բայց տնես Բերդ քաղաքը, ինչով են սպաղվել, լավ ստասվում է մեզ մոտ մանևրել, ահա Բերդն է ընկերներ կադրում, Բերդ, այո, հասել ենք Բերդ, հասակի վերջո Բերդում ենք մենք, Բերդ ենք մտնում, նոր ծովագյուղում կանգնած եմ, տղերք եկան ճանաչին, ասում աղբեր դու են Անուշ աղբերն ես, որ տորտան, ասի հա ես եմ, ասի գնում եմ Բերդ, ոնց աղբեր գնում ես Բերդ, ասի հա էլ աղբեր Բերդ, ասում այ աղբեր
ախպեր, քաղաք բեր, թե բեր, ասի չէ, քաղաք բեր։ Ունես, որ նեղության մեջ գտնվող ախպերներին էլ բարև, համբերություն շուտապույտ ազատում, ազատվեք, եկեք ձեր հարազատներին հասեք, որովհետև դուք այստեղ շատ եք պետք, բարեկամներ։ Ես են հաջող ժարկված կրուգը։ Սխորած ախպեր։ Ահա ընկերներ Բերդ քաղաքի փողոցներով հիմա մենք շրջում ենք, զանգում եմ արդեն ով որ պետք է մեզ ծաղիկ տա այդ անձնավորությանը, որ մեզ տա ծաղիկները։ Հետաքրքիր էմոցիաներ են, սկզբից քաղաքի տպավորություն չի թողում, բայց քաղաք չի։ Ոնց է քաղաք չի։ Դու մենակ ասանեկնկա, բայց ես քեզ ասեմ ինչ որ մետափեսայի ընկերոջ կողմից անհատական եկեք աշկալությունով նորմալ ընկերը Արթուրն է, բայց դու չասես։ Դու ոչ մի բան ես, ասա անակնկալ ունենք Բերդում հերու տեղի։ Հա։ Չես ասում, դու մեն ոչ մի բան ես, ասա անակնկալ կա, որ ասան դերակցել արգանքել։ Ես շանս ունեցա գտնվել շանսում, որը գտնվում է Բերդում։ Ստե Բերդում եք, Բերդը չեն կարող նկարենք։ Հա, մնաց վաղը, չէ, ուրիշ օրգան, որ հավեսություն։ Չէ, պետք է կամ։ Ո՞վ գմփիկ վերց մի հատ ախպեր։ Լես։ Կայնել ես դու Հովանես։ Գեղեցիկ ծաղիկները կհասնի հարսիկին փեսայի ձեռքերով եւ իհարկե, հա։ Ես գնամ լսի, այստեղ։ Ես գնում եմ ասեմ անակնկալ ունեմ, Ժորժ ջան։ Հա։ Դիմավոր ենք անակնկալը, դուք արդեն եմ մնացած։ Արդեն ես կգամ միկրոֆոնը կտասից մի քիչ կխոսամ։ Ես սիրում եմ միկրոֆոնը խոսալ, հա։ Ամեծ ախպեր Թաթուլ։ Դու քաշ Թաթուլն ես։ Հա։ Բարև ձեզ։ Բայց ախպորս դեմքը ծանոթ է ինձ, ես քեզ ոնց որ ճանաչում եմ, կա դու դեմքես իմ նման։ Մեծինի դեմքես։ Դեմքը դեմք եմ, բայց թե որ Շատան գերազանց շնորհակալ ենք։ Հիշում եք չէ՞ ասում էի Արել միլիոնից դոլար գերեցիկ։ Ես եմ գիտես։ Դիմավորենք հետական անակնկալը, շոտ ես վարդանալու։ Դիմավորում ենք, հա, տես չեն դիմավորում, նայ։ Հատուկան ապրես որ դիմավորի, ծապերն էլ ենա տալիս եմ ոնց որ, հա, տալիս են ծապեր։ Որպես վերով լինի Բերդի հարգելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ ձեր Բերդում գտնվել ու շանս ունեցա, շանսում էլ գտնվեմ, հիմա մի հատ լավ ծապեր տվեք, որովհետև պետք է բարձր ծապեր։ Այս սիրում տեղում, որ այսքան դժվար տեղում կարողանում եք ապրել ու ստեղծագործել, արդեն ինձ համար պատիվ է այստեղ գտնվել։ Բա պատիվ իշքան կշատանա, որ հարսնու փեսան առաջանան այս կենտրոնական պարահրապարակը ձեր ծափերով իշ լավ կլինի։ Ես հələ որ չլսեցի իմ ուզած ծափերը, դրա համար ման տրյուկ եմ անում, սաղը զարմանալ։ Հələ լսեք ինչ եմ ասում։ Առաջինը ծափեր են տալիս հարսիկի կողմը։ Հա, լսեցինք, ապրեք հարսիկի կողմ, իսկ հիմա փեսայի կողմից ապերն եք ուզում լսենք։ Սիրունիկ է Շատ հարգված է զգացվեց ծափերից ու միշտ համարյա թե այդպես է։ Շնորհավորում եմ ձեզ, ձեր միության օրվա արդիվ դուք ունենաք լիքը բալիկներ, սիրով ապրեք ու պատրաստ լինեք կյանքի բոլոր դժվարություններին, քավորն էլ է համաձայն։ Բայց քավորի համար ծափ տվեք հələ։ Հա, լավ է, հարգված քավորը, տորտ տված լինեք, Աստծո օրհնությունը բոլորիս հետ, իսկ հիմա ես Արտուր քեզ տալիս եմ ծաղիկներ։ Տալիս եմ մեծ սիրով, որ նվիրես, էլի։ Բայց արագ չնվիրես, որ ես հասցնեմ այդ գեղեցիկ պահ կազմակերպել, մա տեկը պաչես։ Տենան կարաս, հա։ Նվիրի պաչի դե։ Եկել է օրայից կգիր համբուրիր, որ բացեն գաղտնիքը մեր սիրտ ողջ աշխարհին արի երթվենք ու խոստանանք բարձրալին, որ երբեք մեր սերը չի մանի կվարարի Երևում է, որ դուք լիքը բալիկներ եք ունենալու, այդ իսկ պատճառով մենք հարց տամ, էլի, մոտավորապես
Քանի երեխա եք ուզում ունենալ, ինչ ծանոթներ ունեք դուք քաղաքով։ 7 երեխա կապտարու է, հաստատ։ Թող Աստված իրականություն տա, Ստեփան ջան, թող Աստված իրականություն տա։ 7-ը ո՞րտո սեղանն է ստեղում։ Մաման, բրավո։ Եկա պահը մի հարց տալու։ Հարցիկին դերն է, հարցեր չեմ տալի, հարցիկին, որովհետև հանրակենտրոնը հողորտասել է, գամ տանում են կողը այսենց անեն, քո կողմից է, ով կրնի։ Ճիշտ ասես լավն է։ Չէ, լավ։ Հուշում եմ, ով որ հանրակենտրոնը արել, դեր մանկուց այսպես փոքր ժամանակից իրարել եկել, ինքը կես շատ ասի, ուստեղ պետք է ներկա լինել, բայց քանի որ գտնվում է Ռուսաստանում, ներկա չի։ Արտուր ջան, ի՞նչ կասես, ով կլինի։ Արդեն դու հասկանում ես ում կողմից կլինի, հələ տենամ, Արտուրը։ Արտուրը, ուրեմն Արտուրն է, Արտուրի կողմից շնորհավորում է, արցիկան շատ իրավօրություն է բերել ձեզ։ Գեղեցիկ ես, մի վայրկյանում սիրեցիկ ես, լուսավոր Ես ես ուզում եմ մոտնությունը տամ, ինչ կրի։ Ընկիրն եմ բեր, աջես փոշմանել, տամ։ Բաղыз, Լավ եմ բերա, վերցրու։ շատ, ծավեր։ Ակուլի Դեմից սիրով լինեք, բոլորս լինեք սիրով հարգանքներս բոլորին ես շատ դպարտ են որ գտնվում եմ բերքում, որովհետև ահագին օրորվելով եք, բայց ուժեղ եմ, վելի դիմացել եմ։ Ապրեք, շնորհակալ եմ բոլորից ձեզ բարձր տրամադրություն, լավով, թաքուն ժանապրես, ես գնամ, էլի։ Գյումրիում կահադուկ եմ։ Շնորհակալ եք, Ստեփան ջան։ Բարեկամներ, հուսով եմ կհավանեք, մենք հավանեցինք Բերդ քաղաքը, բայց սա խաղ չի, որովհետև պետքա ցերեկով գանք սիրուն Բերդը նկարենք, էլի։ Ահա, այսպիսի տեսք ունի ընկերությունը, իսկական համը-հոտը տեղը ընկերությունը։ Երկու Արտուրները իրար հետ կյանք են ապրել, հիմա մի Արտուրը, ով մեզ հրավիրել էր իր քաղաք Բերդ, գտնվում է Ռուսաստանում։ Իսկ մյուս Արտուրը ամուսնանում է, կնության է առնում Արցիկին, գեղեցիկ առիթ էր եւ Արտուրի ներկայությունը, ինչպես որ պետք էր ստացանք։ Արտուրներ, հարգանքներս, ամուսնացող Արտուր, լիքը բալիկներ ունենաս, նայ 7-ն ես, ասա 7-ը ունենաս, աղբեր ջան։ Մենք սպասելու ենք, գալու ենք ստուգենք, հա։ Մի 15 տարուց գալու ենք ձեզ հյուր ու տեսնենք 7 բալիկները կան, եթե չեղան, ես կնեղանամ քեզանից ու մեր բաներն են, մեր բարեկամներն են, բոլորը կնեղանան։ Հա, դե հիմա շարունակենք գնանք ճամբարակով գնանք, աղբեր, pasնենք մենք պետք է ճամբարակով մտնենք Եսի մինչակով։ Ուր է իմ գործիքները, տվեք։ Ուր եմ Արփինեի ծնուննա, Արմեն մեծ աղբոր կողմից դուզը դստերը անակնկալ ենք բերե։ Ասելով եք։ Չեմ փակե դուրը, կայն փակեմ, աղբեր, մոռացել էի։ Ապրես որ ինչ ծրիր։ Փակեց, վсё։ Բայց սկզբից իրան հարցնելու ես ու միջ է սպասում անակնկալ։ Հա եթե տես շխուրելավ իրան ոչ մի արդ չեմ կարա տամ, բայց սպասենք շխուր։ Որ մտնեմ ստիսկ երևա որ եկել ենք, թե չէ։ Մենք գտնվում ենք լուրջ օբյեկտում, անունը Ֆորտունա։ Դու աղբերն ես։ Հալալ աղբերն ես։ Էրիկը ձեզ ինչ բարեկամ է։ Էրիկը արմը, տեսա, ինքը արմը։ Էրիկը ձեր ինչն է։ Էրիկը։ Այսել ասեմ ծանոթ է ձեր դեմքը, քույրիկներով իրար նման։ Մենեջերն ատ կանչեք տենակ էլ, հա, թոկա Էտի չի թուլատրվում, որ մակրու ունել շնորակալություն ենք հայտնում էլի չի թուլատրվում Արմենը Արփին է, աղջկա աննա, հոբելարը աննա, Արփին է Պապայանը Արմեն Այլ, ուրիշ անունելիս պետ չի, եսկան հերիքա Լարի տենամ, արի Չեկավ Բայց կարող է դու ներկայացնես ավելի սես ճոխը լելի, անի եսի մոբա եկել Կներես Երկչի մուտք ունենք Ես մեկըտ պա եկել, ես ինչ է Պայի, զգուշ Դելա բուբշմ Աթո այս ես բրնի, բայց դու չտաս, կասեմ նոր, դու ով ես
Էրոիկ ուրնես։ Եվ սյո, պայտակ թո քո մոտ մնա էսի։ Հա։ Վերջ, մենք մտնում ենք։ Մեր սեղանը որն է։ Ես լուրջ սեղանն է մերը։ Բարև ձեզ հարգելի հավաքվածներ, բարով եք հավաքվել ու բոլոր ով ունի առիթ շնորհավոր լինի։ Լիքը լավ բաներ ենք ձեզ մաղթում, իսկ դուք մաղթում եք ծափերով, թե որ լավ լինեն բոլորը։ Հա։ Լավ գեղեցիկ ծափեր բոլոր սեղաններից, բայց ես մի սեղանի եմ մոտեցել, բայց դե շնորհքի հարց է, էլի բոլորի առիթներ շնորհավոր լինի, ուրախ լինեք եւ միշտ լավ առիթներ ունենաք նշելու։ Ուր է Արփինեն։ Արփինե։ Կցրու, քեզ բերել ենք նվերներ գեղեցիկ ու սրտանց բացակա մարդու կողմից։ Ով չգիտի, ասեմ իմացեք, դե չեք էլ իմանա։ Արփինեի հայրիկը հիմա Հայաստանում չի, հեռու տեղ է, դրա համար մենք եկել ենք առանձնահատուկ Արփինեին ուրախացնենք։ Իսկ ով ուզում է Արփինեին ուրախացնի, կարող եք ծափեր տալ, միավորվեք ու քեֆ անեք հետո։ Իսկ դու Արփինե ջան, պահն է, որ երազանք պահես ու փչես մոմերը դիմացի, որ կատարվելու են քո բոլոր երազանքները։ Ես պայթ սկսած Ոնց մեծացար ապերտանքորից Ում ես վստահում, որ տորթը չի ուտի, տուր իրան տորթը, ում ես վստահում այստեղ, ով է քո ամենավստահվածը, ապրես, ծաղիկներ ենք հիմա, դե թոքո եղբայրն էլ նվիրի ծաղիկները, հայրիկի կողմից, անանուշ երազի գրկում կորեմ մի ծաղիկներ էլ ունես զգում ես, չէ կանաչ գույնի է, կանաչ գույնը մենակ մի բան է հուշում հիմա, որ բանակից է, իսկ թե ով դուք ասես, աղբերը տա, Էրոն էլ է շնորհավոր Մենք սիրահարված իմ աղջական ոնց Միշտ սիրված լինես ու ուր գնաս, այսպես ով քեզ տենա ծափեր տա, տենում ես, անծանոթ մարդիկ են, բայց ծափեր են տալիս Իսկ հիմա պահը վրա հասավ, քո նվերը բացեց, տեսնես էս ինչ նվեր է, պապան էլի մեծ սիրով տալիս է քեզ, ծաղիկներն էլ մեկին վստահի Բա ինչ ասեմ, որ լավը լինի, սաղին Հողն ուր է, ընդ է Երկիչը սկսում է երկել, բարև ձեզ, նորից Երկիչը ուր է Ես ասեմ, թե տամ քեզ Ես դու միշտ անսահման երջանի Մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլորից հետ, որ մասնակցեցիք մեր Արփինեի ծննդյան առիթով ծափերով, ձեզ բարձր տրամադրություն, լավոր ֆորտունա սիրուն ռեստորանում, իսկ ձեր համար հիմա հատուկ ելույթ կունենա մի հատ անուշաբեր կամ հույրիկ երկիչ Նկարվում ենք, դավայ Վիդեո ես նկարվում, ֆոտո Այ այսպես դե մուսկան, Են գնացինք բարեկամներ, ձեզ լավոր Բայց սիրուն կրներ, որ պայթացնեի, աղ ձեր ծառերը բնական, շենքի մեջ, ինչ? Ամբողջ սայտը ես եմ, հələ գերեք, որտեղով ուզում եք գերեք, ու որ ուշադիր նայեք, կտեսնեք այնտեղ համար կա, այդ համար Viber WhatsApp, այդ համարը Viber WhatsApp-ով, կզանգեք 077 061 222, մի գերեք պարզապես հիշեք, հա Դե ձեզ լավոր բարձր տրամադրություն, ես էլ գնամ Վարդան Ուրումյանի ես երկը, ինչ շատ է դուր գալիս Ես ես երկի տակ հուզվում եմ Իմ բալա, ծննդդ շնորհավոր, ջանիտ մեռնեմ ես Ատ դուշի երկ Իսկ մենք գտնվում ենք Երևան, Եորտնա Սիթի կողը Ռեստորանն այստեղ է Եկեք լավ ռեստորան է, դուրս եկավ Առաջի հոլլներ, որ ինձ միկրոֆոն դավերը արեց Ապեր, բա դուք ուր եք էտում տանեմ ձեզ Չէ, հնում ենք ստեղ
Հա, բա փոշմանակ, դզեց, դե մնացեք քեֆ արեք, աղբերներ։ Մենք էլ հելանք։ Դավայ աղբերս, բոլորս ամփորձան կլնենք։ Դե բանա էլի, երևի կլայք են էլի, էլ կտարածեն էլի սոց ցանցերում։ Ով ուզում է գանք իր առիթին, լայք եք տարածեք, մենք կգանք անպայման։ Բայց Հովանես, արդարության համար ասեմ, հալելա Ֆորտունա Music Hall-ին, որ մեզ թույլ տրեցին միկրոֆոնով ելույթ ունենալ, հետաքրքիր ստացվեց ամեն դեպքում, չէ՞։ Քեզ էլ չէ դուր եկավ այդ պահը։